Եթե մի անձ, որը ծնունդ է տալիս մարդկանց հոգու մեջ, թե ինքը ինչու համար է մահանում, ինքը կանխամտածված մահը դա անմահություն է, իրանը անմահություն է, մահ չի, ես չեմ ընդունում դա մահ, որովհետև սա ժողովրդին ուզում է հասկացրած լինի իր մահով, որ մի խոնարհվիր չարին ու այսօրվա այս թալանչի համակարգին, ըմբոստացիր հեռացրու, սա է, դա ես ծնունդ եմ անվանում, ուրախ եմ, պես համցավ եմ զգում, ուրախ եմ, որ այդքան մեծ հոգուտեր հայը դրտում է մեզ հուշելու, որ մարդիկ ըմբոստացեք չարի դեմ, եթե չըմբոստանանք, ես դա զգացել եմ 2001 թվականին, երբ որ իմ դատավճիռն էր կալանման, ես իմ վերջի խոսքի իրավունքի ժամանակ ես դիմեցի ժողովրդին, թե ժողովուրդ ջան, այնինչ պատահում է 2001-ից։ Հա, ես վերջի խոսքը չցանկացա, որովհետև բռնապետական իշխանությանը պետք չէ ինչ-որ փաստեր բերել, որովհետև փաստերը արդեն տեսանելի են, ես ասի, որ ժողովուրդ այնինչ պատահում է մեկի հետ, կարող է պատահել բոլորի հետ։ Որ հիմա ժողովուրդը չի գիտակցում սա, մեծամասնությունը զգում է, բայց չի ցանկանում, թե այս կերպ ըմբոստանա, որ ցույց տա իր բողոքը, որ այ հանցագործներ, այստեղ բժիշկները չէ, այստեղ մյուսները չէ, այստեղ կա մեր պետական կառավարման համակարգը, այս մաֆիոզ խումբը կառավարում է, ոնց ցանկանում է։ Պարոն Սաղաթելյան, կարող է համախմբող այսպես նշանակություն ունենալ, քանի որ դուք նշեցիք, սա ծնունդ չի, սա մահ չի, սա ծնունդ է, կարծում եք հանրությանը կարող է համախմբել։ Այո, ես նման դեպքերը համախմբում են նույն ձևի Վահեի մավան հետ կապված համախմբվեցին, այն ժամանակ հասկացան, որ սա վտանգավոր է ծնագունդի նման գլորվում է եւ արագ կարգով Հայրապետյանը հրաժարվեց իրեն մանդատից եւ խաղաղվեց, բայց դա քիչ էր, պետք չէ դրա համար խաղաղվել, այստեղ Հայրապետյանը չէր այնտեղ, այստեղ էլ այդ քննիչը չի, քննիչը ընդամենը գործիք է։ Պարոն Սաղաթելյան, եւ տեղի ունեցածից հետո Օհանյան, Ռաֆիոսկանյան դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, այսպես կոչ անելով ընդդիմադիր քաղաքական ուժերին ազգային համերաշխության իշխանություն ձևավորելու, դուք ինչ կարծիքի եք։ Բացատրում ես էլ չեն հասկանում, չեն ընդունում։ Պատրաստ են ընտրակաշառք վերցնել գնալ։ Դա ես կանվանեի, որ նրանք բոլոր մարդիկ, ովքեր որ հույսը կտրված է, նա պատրաստ է ամեն ինչի։ Իսկ իմ կարծիքով հույսը կտրած մարդը դա մահացած մարդն է։ Որ այսօր մարդիկ եթե հույսը կտրած են չի ուզում գոնե իր մասին չմտածի, երեխայի ապագայի համար չգնա այդ քայլին խախտելով օրենքը, երկամանի է։ Ինչքան որ անպարոյական է փող բաժանողը, նույնքան անպարոյական չի ասի մի քիչ ավելի աղքատ խավն էլի, բարդադրված է նա անում։ Ասում է հույսս կտրել եմ, մեկ է ինչ ուզում է անի, դստիված վերցնում եմ, բայց մեկ է չեմ հարկում ընդունում։ Եվ որոնք պիտի լինեն քաղաքացու անելիքները, դուք նշեցիք քաղաքացին իր խոսքը պիտի ասի, իր անելիքներն ունենա Արթուր Սարգսյանի մահից։ Քաղաքացին միշտ պետք է իր խոսքը ասի, քաղաքացին իր խոսքը չի ասում, քաղաքացին պատերի տակ փսփսալով իր մուտ գործն է անում, այդտեղ է խախտվում է երկրի այս կարգավիճակը, օգտվում են անպարոյ իշխանությունները այդ ակամարտիկ օգտագործելով այդ հույսը կտրած քաղաքացուն։ Մենք տեսնում ենք այսօր քաղաքացուն, որ ծնկի է եկել Ծառուկյանի ոտքերն է փորձում համբուրել, զգացողություններ են ձեր մոտ առաջացել։ Դա ես չեմ ասում, ծնկի է եկել քաղաքացին, չի կարելի այդքան դաժան լինել, դա այդպես չի։ Եթե առանցին մարդիկ են մի քանի հոգի երևի, որ հերոստատեսությամբ է ցույց տվեցիք, լրատվությունը ցույց է տալիս, այդ մարդկանց բոլորը դե գիտեք, թե ովքեր են ինչ են, այն մարդը չի կարող դրանք այդ մարդկանց կոպտել կամ իրավունք չունի առհամարելու, դե այդ վիճակ է քաղաքական, դուք եղեք, փորձեք կոպտեք նման մարդուն, չեք կարող։ Բայց կյանքը, այսօրվա կյանքը իշխանության պատրաստած հասարակությունն է, որ այդ վիճակին է, հեռուստատեսությամբ, սերիալներով, հասարակությանը հասցրել այն աշխանի, որ Ես մտել է իր դերի մեջ, են էլ իր
խաղում է խաղում։ Պարոն Սաղաթելյան, ձեր կարծիքը Սամվել Բաբայանը անդրադառնալով ջրառատի դեպքերին փաստորեն ասել էր, որ եթե այսպես արժանի գնահատական չլինի եւ իրավապահ համակարգը չգործի, ապա արունահեղություն կլինի։ Քանի որ Սամվելի ասած խոսքերը անիմաստ անարժեք խոսքեր են, չի կարելի նման դեպքում քենախնդրություն կամ մեկ է ինքը ինչ էլ ուզում է ասի, ինքը չի անի ոչինչ։ Ընդամենը բառախաղ եմ համարում դա։ Այդպես չի, ինքը նորմալ բարոյական մարդը չի կարող վրեժի ու քենախնդրության կոչեր հրապարակել։ Ես ավելի շուտ կասեի, ես նման անարժան մարդկանց առհամարում եմ, որովհետև նա հարամ է նա